Բարև ձեզ սիրելի աշակերտներ, սկսում ենք մեր այսօրվա դասը։ Հուսով եմ պատրաստ եք ակտիվ աշխատանքի և նոր գիտելիքների ձեռքբերման։ Պատկերացրեք ապրում եք մի դարաշրջանում, կոնկրետ 9-րդ դարում, և հայ ժողովուրդը չունի պետականություն։ Եվ հենց այդ ժամանակաշրջանում հայտնվում է մի առաջնորդ, որը կարողանում է վերականգնել երկրի անկախությունը։ Այսօր ձեր հետ միասին կփորձենք հասկանալ, ով էր այդ առաջնորդը և ինչպես դա հնարավոր դարձավ։ Այսօրվա մեր դասը անցկացնելու ենք աշխարհացույց կրթական հարթակի օգնությամբ։ Բոլորդ գրանցվել եք այնոգրաֆ կայքում և խնդրում եմ հիմա միացնել։ Այժմ խնդրում եմ մուտք գործել կայք, ընտրում ենք առարկան հայոց պատմություն, ընտրում ենք դասարանը 7-րդ դասարան, թեման Բագրատունյաց թագավորությունը և դասը հայոց պետության վերականգնումը, Բագրատունիների արքայատոհմի հաստատումը։ Աշխարհացույց կրթական հարթակը մեզ հնարավորություն է տալիս բազմաթիվ գործիքներից օգտվել։ Նկատել եք, այստեղ կան ինտերակտիվ քարտեզներ, ինտերակտիվ առաջադրանքներ և բազմաթիվ գործիքներ։ Հիմա մուտք ենք գործում դասի թեմայի վրա, մեր մոտ բացվում է 9-րդ դարի համապատասխան քարտեզը, որը ներկայացնում է մեր տարածաշրջանը։ Եվ այսպես մեր այսօրվա դասի թեման է Բագրատունիների հաստատումը հայոց գահին և Հայաստանի անկախության վերականգնումն ու ամրապնդումը։ Նյութը ներկայացնելու համար ես փորձել եմ պատրաստել իմ անձնական ցուցադրությունը, որը հիմա կբացեմ։ Սա իմ պատրաստած ցուցադրությունն է, որը վերնագրել եմ Բյուզանդիայի և Խալիֆայության արանքում անկախության բանաձևը։ Ցուցադրությունը սկսվում է։ Սեղմ ենք սկսել կոճակը և քայլ առ քայլ փորձենք հասկանալ, ինչ է ներկայացված իմ պատրաստած ցուցադրության մեջ։ Դե առաջին հերթին դասի պլանն է, որտեղ ներկայացված է դասի թեման, նպատակը, խնդիրը և վերջնարդյունքը։ Հիմա խնդրում եմ նայել նկարին և պատասխանել հետևյալ հարցերին։ Ինչ եմ տեսնում, ինչ եմ մտածում և ինչ հարցում եմ։ Ինչ ենք տեսնում։ Տեսնում առյուծ, որը շարժի մեջ է, և մեջքին խաչ։ Ինչ ես մտածում։ Մտածում եմ առյուծը պահպանում է խաչով, որը խորհրդանշում է քրիստոնեությունը։ Ինչ հարցում եմ։ Ինչու են առյուծ և ինչու են կարմիր։ Այժմ իրականացնելու ենք աշխատանք խմբերով։ Յուրաքանչյուր խմբին կբաժանվի առանձին հանձնարարություն և ժամանակ կտրամադրվի, որի ընթացքում փորձելու ենք հետևյալ հանձնարարություններն իրականացնել։ Դրա համար ես ձեզ ուղարկել եմ հղում, հղման վրա սեղմելու ենք, բացելու է պատրաստի ցուցադրությունը, որը ներկայացված է աշխարհացույց հարթակում, և ցուցադրությունը բացելով դուք կարողանալու եք իրականացնել ձեր խմբային աշխատանքը։ Ձեր առաջադրանքը։ Ձեր աշխատանքը։ Ձեր առաջադրանքը։ Ձեր առաջադրանքը։ Ձեր առաջադրանքը։ Հիմա խնդրում եմ մոտ գործեք որոնման դաշտ և այստեղ գրում ենք Աշոտ առաջին Բագրատունի։ Հոդվածը բացեց։ Հիմա հենց այս հոդվածի վրա պիտի մենք կատարենք մեր խմբային աշխատանքը։ Սեղմում եք ավելին, սեղմի։ Այս պատկերը ուսումնասիրելով մենք փորձեցինք այս նկարը ստանալ։ Այդ հագադրման արարողությունը տեսակ, հետ գնա Մոնիկա մի հատ։ Մի հատ էլ։
Այսա թագադրման արարողությունն էր, որը փորձեց փաստորեն Նարէնց թիմը պատկերել։ Շատ լավ է։ Կասեք ինչ է արել ձեր խումբը։ Օգտվելով հոդելոցից մենք առանձնացրել ենք, թե ինչ արտաքին եւ ներքին նախադրյալների առկայության պարագայում հռչակվեց Բագրատունյաց թագավորությունը։ Կեցեք։ Ձեր աշխատանքները լավ ստացվում։ Կասեք դուք ինչ եք արել։ Մենք վեր ենք անել Աշոտ առաջին Բագրատունու կարևոր ձեռնարկումներից մի քանիսը։ Լավ։ Օգտվել եք հոդվածից։ Այո, օգտվել ենք։ Հետաքրքիր փաստեր եք առանձնացրել։ Կասեք, թե դուք ինչ արեցիք, ձեր խումբը ինչպես աշխատեց։ Մեր խումբը Աղուսակի օգնությամբ ներկայացրեց Բյուզանդիայի եւ Արաբական խալիֆայության դիրքորոշումը Բագրատունյաց թագավորության անկախության վերաբերյալ։ Ապրեք։ Հիմա որոնման հատվածում գրում ենք Աշոտ առաջին Բագրատունի, Լավ եք աշխատել։ Հետաքրքիր են ձեր գնահատականները։ Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ քաղաքական իրադրություններ տիրում մեր տարածաշրջանում։ Առկա էր արաբա-բյուզանդական հակամարտություն։ Բյուզանդիան խրախուսում էր հակաարաբական ուժերին։ Արաբական խալիֆայությունը խիստ թուլացել էր։ 855 թվականին երկրի կառավարիչ եւ սպարապետ նշանակվեց Աշոտ Բագրատունին։ 885 թվականին խալիֆը Աշոտ Բագրատունին ուղարկեց թագ եւ թանկարժեք նվերներ։ Եվ այս ամենի շնորհիվ հռչակվեց Բագրատունյաց թագավորությունը։ Այստեղ դուք տեսնում եք այն նույն ցուցադրությունը, որը քիչ առաջ բացեցիք եւ ձեր խմբային աշխատանքները իրականացրեցիք հենց այս ցուցադրության օգնությամբ։ Նայում ենք էկրանին, այստեղ մենք ժամանակային սանդղակը, տեսեք, կարող ենք փակել, կարող ենք բացել։ Հիմա բացելուց հետո ես փորձելու եմ այն մեծացնել, որտեղ մենք տեսնելու ենք բազմաթիվ իրադարձություններ եւ այստեղ կպչունիկների միջոցով փորձել եմ ներկայացնել, թե Բյուզանդիայի կայսր Վասիլ առաջինը ինչ առնչություն ունի Աշոտ առաջին Բագրատունու Բյուզանդիայի կայսր Վասիլ առաջինը ձգտում էր իդեմս Աշոտ Բագրատունու դաշնակից ձեռք բերել արաբների դեմ պայքարում։ Այստեղ ես փորձել եմ պատրաստել պատում Բյուզանդիայի կայսր Վասիլ առաջինի մասին։ Այժմ ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն նույն նկարի վրա, որը ներկայացրել էի դասի սկզբում։ Դուք տեսնում եք Բագրատունյաց արքայատոհմի զինանշանների տարբերակներից ևս մեկը, որտեղ արծիվը ճանկերով տանում է գառնուկին։ Հիմա փորձում ենք քարտեզը մոտեցնել։ Այժմ փորձենք արբանյակային քարտեզի միջոցով հասկանալ, թե որտեղ է գտնվում Բագրատյան քաղաքը։ Մոտենում ենք մեր տարածաշրջանին, բացում ենք ավելի, հիմա դու բացեցիր Հայաստանը, տեսակ, Բագրատյան քաղաքը այստեղ երևում է։ Գտանք Բագրատյան հոդվածը, հիմա բարձրացրու եւ այստեղ դու տեսնելու ես լուսանկարներ։ Բագրատյան բնակավայրի տեղանքը փորձեցինք վերցնել սահմանների մեջ։ Իսկ ուզում եք իմանալ որքան է հեռավորությունը Երևանից Բագրատյան։ Մտնում ենք գործիքների մեջ, վերցնում ենք կանոնը եւ փորձում ենք չափել Երևանից մինչև Բագրատյան եղած հեռավորությունը։ Երևանից Բագրատյան 72.343 կիլոմետր, իսկ եթե մեքենայով գնան 54 րոպե։ Իսկ կհիշեցնեք ով էր Զաքարյա Ձագեցին եւ ինչու ենք նրան հիշատակում այս դասի շրջանակներում։ Իսկ ինչու ենք մենք հիշատակում Զաքարյա Ձագեցուն այս դասի շրջանակներում։ Զաքարյա Ձագեցին մեծ դերակատարում ունեցավ նախարարական տոհմայի միավորման մեջ։ Կեցես։ Զաքարյա Ձագեցի կաթողիկոսի մասին ցուցադրությունն է, որը պատրաստված է աշխարհացույց կրթական հարթակի կողմից։ Բագրատունյաց արքայատոհմի տարազը աշկերտ էկոնոմի շրջանությամբ։ Փաստորեն արքայական վերնացքեստը պատրաստվում էր թանկարժեք մորթուց։ Այստեղ, ինչպես տեսնում եք, դրամ է,
ոսկեդրամ, ավելի կոնկրետ Հայաստանում գործածվող բյուզանդական ոսկեդրամ է։ Բանը նրանումն էր, որ Բագրատունյաց Հայաստանում սեփական արքայական դրամներ չեն հատվել եւ գործածվել են հենց այս Բագրատունի թագավորն ունեցել են շատ հզոր պետականություն, այնուամենայնիվ ցավոք սրտի մենք չենք ունեցել սեփական դրամներ։ Այժմ եկեք ամրապնդենք մեր այսօրվա սովորածը։ Եկեք շարունակենք հետևյալ պնդումները։ Աշոտ առաջին Բագրատունին կարողացավ անկախ հռչակել Հայաստանը, որովհետև Արդարության գավաթից փնտրենք ու տեսնենք, ով կպատասխանի այդ հարցին, Ամիրխանյան Գոհարը։ Որովհետև հմտորեն օգտագործեց արաբա-բյուզանդական հակամարտությունը։ Կեցը։ Շարունակում ենք հաջորդ պնդումը։ Աշոտ առաջին Բագրատունին վարում էր զգուշավոր քաղաքականություն, որովհետև այս պնդումը կշարունակի Մարի Պողոսյանը։ Որովհետև ցանկանում էր դիվանագիտորեն վերականգնել Հայաստանի անկախությունը։ Շատ ճիշտ է։ Բյուզանդիայի կայսր Վասիլ առաջինը շտապեց ճանաչել Հայաստանի անկախությունը, քանի որ Ցանկանում էր ունենալ նոր դաշնակից իդեմս Հայաստանին։ Ցանկանում էր թույլատրել արաբական խալիֆայությունը։ ճիշտ է։ Հաջորդ պնդումը հետևյալն է։ Արաբական խալիֆայությունը ցանկանում էր բացառել Բյուզանդիայի հետ Հայաստանի դաշինքը, քանի որ դերը վտանգավոր խալիֆայության համար։ Այժմ ձեր սովորածը, լսածը ամրապնդելու համար փորձելու ենք կատարել թեստ, որը տեղադրված է հենց աշխարհացույց հարթակում։ Մուտք ենք գործում թեստ եւ հիմա մեր մոտ կբացվի հետաքրքիր առաջադրանք։ Սկսեցինք։ Այստեղ տեղադրված են իրադարձություններ, որոնք կապված են Աշոտ առաջին Բագրատունու գործունեության հետ։ Իրադարձությունները փորձելու ենք տեղադրել, տեսնում եք, այստեղ ժամանակային սանդղակ է, որտեղ նշված են թվականներ եւ փորձելու ենք ճիշտ տեղադրել իրադարձությունը համապատասխան թվականների վրա։ Լավ։ Կեցես, նշանակում է թեստը ճիշտ է։ Ամրապնդում ենք մեր գիտելիքը նաև կիսատ նախադասություններով։ Օրինակ, ես Ինձ հետաքրքրեց Բագրատունյաց արքայատոհմի զինանշանի վրա գտնվող կենդանիների խորհուրդը։ Ինձ զարմացրեց, որ Վասիլ առաջինը Աշոտ ունի։ Այս դասից հետո ես զգում եմ տպավորություն։ Ինձ հետաքրքրեց Բագրատունյաց արքայատոհմի զինանշանը։ հիմա ելնելով Այդ ձեր դիմաց դրված բնութագրիչներից դուք փաստորեն արդեն կատարում եք սանդղակի վրա ձեր նշում